այժմ ծրագրի եւ քննարկումների հետ կապված ձայնը տալիս եմ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի տեխնատու, Հայ ազգային կոնգրեսի վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Համեցեք։ Բարև ձեզ, սիրելի զինակիցներ, բարև ձեզ, սիրելի հյուրեր։ Գնում ենք կռվի, չէ՞։ Ճակատամարտի, վճռական։ Չեք մոռացել, չէ՞, մեր 88-ի կարգախոսը, պայքար, մինչև վերջ։ Նախ ասեմ, որ շատ ոգևորված եմ այս ցուցակի կազմման գործընթացով, որովհետև իսկապես իմ կարծիքով շատ մարտունակ եւ լավ ցուցակ է ստացվել, մրցունակ ընտրություններում, որովհետև ներկայացված թիմը, Հայ ազգային կոնգրեսի թիմը, դա գիտեք, ոնց որ միաձուլում լինի երիտասարդական ավյունի եւ քաղաքական եւ պրոֆեսիոնալ փորձառության։ Ունենք եւ ջահել եւ ահել։ Ունենք 88 թվականի բովով անցած վետերանների, ինչ ասեմ, համաստեղություններ ասեմ, թե կոգորտա ասեմ, կոհորտ։ Եվ ունենք ավելի երիտասարդական սերունդ, որը այդ նույն պայքարի ոգով անցավ եւ կոփվեց 2007 թվականից մինչեւ 2015 թվականը տեղի ունեցած այն համաժողովրդական շարժման երկրորդ փուլի ժամանակ եւ հիմա ունենք մի նոր հոսք եւ ունենք շատ լավ նոր երիտասարդներ, որոնք ուղղակի չկարողացան ցուցակ մտնել մի պարզ պատճառով, որ իրենց տարիքը դեռ չի հասել օրենքով սահմանված, պահանջված սահմանին։ Բայց ես մտածում եմ, որ շուտով իրենք էլ կասեն իրենց խոսքը։ Ամեն դեպքում շատ մարտունակ, շատ մրցունակ ցուցակ է եւ ինձ համար իսկապես խորհրդանշական շատ կարեւոր մի հանգամանք կա, որ մեր ցուցակում իր տեղն է զբաղեցրել Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը։ Իր այդ քայլով մեր քայլով մենք ընդգծում ենք մեր 88 թվականից սկսած այդ մեր ժողովրդական շարժման շարունակականությունը։ Իրականում մեր կուսակցությունում մենք ունենք երկու Ղարաբաղ կոմիտեի անդամ։ Մեկը մեր կուսակցության հիմնադիր, մեր կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը ղեկավարել է երկու շարժումները 88-ից մինչև 91 թիվը եւ նաեւ 2007-ից մինչև 2015 թվականները։ Ես վստահ եմ մենք ստեղծելու ենք նաեւ երրորդ ալիքը շարժման։ Այդ օրը գալու է։ Բայց խոսենք հիմա ուր ենք գնում, ինչ տեսլականով Հայաստանի, ինչ ենք ուզում անել։ Այս կապակցությամբ ես կուզեի ասել, որ մենք պետք է հասկանանք, որ մեր առաջ մենք ունենք մի քանի կարևոր խնդիր լուծելու, որը հենց դառնալու է մեր նախընտրական ծրագրի միջուկը։ Առաջին խնդիրը դա խաղաղության հաստատումն է։ Իսկապես խաղաղության, ինքնիշխան խաղաղության հաստատումը, որը այս իշխանությունների կողմից այսօրվա չի արվում եւ իրականում այն ինչ որ նրանց կողմից մատուցվում է որպես խաղաղություն, դա ընդամենը կեղծիք է, դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ։ Երկրորդ կարևոր խնդիրը, որ մեր ծրագիրը կառավարման Հայաստանի պետք է լուծի, դա այն է, որ Հայաստանում մենք թույլ չպետք է տանք հիբրիդային պատերազմ։ Դա ամենամեծ վտանգներից է այսօր կախված Հայաստանի վրա եւ այդ վտանգը կապված է նրա հետ, որ մենք ունենք այսօր թույլ իշխանություններ, որոնք խոցելի են
ըստ էության այլևս լեգիտիմ չեն իրենց բոլոր այս արարքներից հետո եւ իրենց իշխանությունը հենում են օտարածին օրակարգերի սպասարկման վրա։ Բայց մենք հիբրիդային պատերազմ թույլ չպետք է տանք ոչ արևմուտքի Ռուսաստանի միջև, ոչ էլ որևէ այլ գերտերությունների միջև Հայաստանը դա երկիր է, որտեղ ոչ ոք իրավունք չունի կռվել իր ազդեցության համար, կամ եթե կռվում է իր ազդեցության համար, կռվում է եւ մրցակցում է ներդրումներով, օգնություններով մեր հետ լավ հարաբերությունների հաստատմամբ։ Երրորդ խնդիրը, որ ըստ էության մենք պետք է լուծենք, դա այս փոթորկալից աշխարհում, որտեղ տեսնում եք ինչ պատերազմներ են կատարվում, ինչ մրցակցություններ էներգետիկայի շուկաների համար, նավթի, չգիտեմ, գազի եւ այլն, մեզ պետք է կայուն էներգետիկա եւ ամենամեծ մեր հարստություններից մեկի ջրային ռեսուրսների էֆեկտիվ կառավարում։ Չորրորդ խնդիրը, որ մենք պետք է լուծենք, դա տրանսպորտային ապաշրջափակման խնդիրն է։ Եկեք չմոռանանք, որ մենք 1990 թվականից, ես չեմ սխալվում, որ այս բանը ասում եմ, գտնվում ենք շրջափակման պայմաններում, որտեղ 90 թվականին առաջին անգամ, եթե հիշում եք, Ադրբեջանը փակեց ճանապարհները եւ երկաթուղին։ Այս ապաշրջափակման խնդիրը պետք է լուծվի եւ պետք է լուծվի մի շատ կարեւոր խնդիր, որ մենք հասանելիություն ստանանք Հնդկական օվկիանոսի նավահանգիստների ուղղությամբ մեկ երկրի միջոցով, որտեղ մեր հասանելիությունը անգամ եթե բոլոր խնդիրները կարգավորվեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, լինելու է երկու երկրի միջոցով, ինչը շատ լուրջ խնդիրներ է ստեղծելու մեր տնտեսական զարգացման համար։ Մեզ պետք է մեկ երկրի միջոցով ստանալ հասանելիություն դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստները, ինչպես Պարսից ծոցում, այնպես էլ Չահոբարում։ Հինգերորդ խնդիրը, որ կենսական նշանակություն ունի մեզ համար, մենք պետք է առողջացնենք մեր պետական, քաղաքական եւ տնտեսական համակարգը։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք պետք է վերջ տանք այս ինստիտուցիոնալ անձնիշխանությանը, որը այսօր ուղղակի գրված է մեր սահմանադրության մեջ գործող, որից օգտվում է մի մարդ, որը այսօր ղեկավարում է Հայաստանը եւ օրենքները եւ սահմանությունը խախտելով նաեւ փորձում է հաստատել իր անձնիշխանությունը։ Մենք պետք է սահմանադրական լուրջ ռեֆորմ կատարենք, որը զսպումների եւ հակակշիռների այդ մեխանիզմները հետ կբերի, այսինքն անցում կատարենք նախագահական խորհրդարանական համակարգի։ Ավելի ճիշտ վերադառնանք դրան։ Բայց նաեւ մենք պետք է մշակենք արդար մրցակցության կանոնները մեր տնտեսության մեջ, նաեւ պետք է մշակենք արդար կանոնները մրցակցության քաղաքական դաշտում։ Այս ամեն ինչը մենք պետք է անենք, որ եթե մենք ուզում ենք Հայաստանը իսկապես լուրջ երկիր տեսնենք, բարգավաճող մեր ժողովրդի բոլոր ցանկություններին եւ նպատակներին ծառայող։ Վեցերորդը ու դա դառնալու է մեր առանցքային ծրագրային կետերից մեկը, դա տեխնոլոգիական հեղափոխությունն է, որը մենք անպայման պետք է անենք, որովհետեւ մենք ապրում ենք մի աշխարհում, որում տեխնոլոգիաները ամեն վայրկյան զարգանում են, փոխվում են եւ այն երկիրը, որը չի կարողանում ադապտացվել այդ տեմպին, չի կարողանում իր կրթությունը, գիտությունը, բանակը, չգիտեմ, ամբողջ պետության գործարկումը համապատասխանեցնել այդ տեխնոլոգիական թռիչքին, այդ երկիրը դատապարտված է։ Մենք հատուկ ծրագիր ունենք դրա կապակցությամբ եւ դա էլ ձեզ կներկայացնենք։ Եվ վերջապես այս խնդիրները ինչի համար են արվում, որ մենք ապահովենք մեր մարդկանց համար ավելի լավ կյանք, այսինքն այդ սոցիալական հարցերի լուծում։ Եվ եթե շատ պայմանականորեն բաժանենք մեր ժողովրդին, ասենք աշխատավոր մարդկանց, չգիտեմ,
գյուղատնտեսների եւ այլն բիզնեսմենների եւ այլն ուսանողների եւ թոշակառուների, ապա մենք բոլոր այդ կատեգորիաների համար կյանքը էապես պետք է բարելավենք։ Ուրեմն մենք եւ կխոսենք այնպիսի հարկերի մասին, որոնք խրախուսում են տնտեսական գործունեությունը եւ արդար մրցակցությունը, մենք խոսենք այնպիսի ծրագրերի մասին, որոնք գյուղատնտեսությունը նորից շահավետ կդարձնեն Հայաստանում, մի բան, որ ինքը դադարել է լինել։ Մենք ուսանողների համար կստեղծենք պետականորեն ֆինանսավորվող ուսանողական բանկ, որը հասանելի կդարձնի, ըստ էության գոնե առաջի տարիներին լրիվ ձրի կդարձնի ուսուցումը բոլոր նրանց համար, ովքեր ունակ են սովորելու, եւ թոշակառուների համար ես հենց հիմա հայտարարում եմ, սա չհամարեք պոպուլիստական քայլ, սա այն է, ինչ որ մենք հաշվարկել ենք եւ անելու ենք եւ նախաձեռնելու ենք մեր իշխանության գալու առաջին օրվանից սկսած։ Այսինքն մենք բարձրացրելու ենք, ասում եմ, առաջի քայլը, որ անելու ենք, դա նախաձեռնելու ենք գործընթաց, որով մենք բոլոր թոշակառուների այդ թոշակները կբարձրացնենք եւս 10,000 դրամով։ Եվ սա կդարձնենք, խոսքը միջին թոշակի մասին է, եւ սա կդարձնենք շարունակական process, որովհետեւ մենք պետք է փակենք այն խզումը, որ առաջացել է միջին աշխատավարձի աճի եւ միջին թոշակների միջև։ Այսքանը ասելով, հասկանալով, թե մեր երկրի առաջ ինչ խնդիրներ են դրված, եկեք մի հարց տանք մեզ բոլորիս, որն է այնուամենայնիվ մեր երկրի այս անցկացվելիք ընտրությունների, հունիսի 7-ին անցկացվելիք ընտրությունների գլխավոր հարցը։ Գիտեք, այս մի հարց է, որի պատասխանը մենք պետք է գտնենք, եթե ուզում ենք հաջողակ լինենք։ Եվ այսպես, իմ խորին համոզմամբ, եւ ես կարծում եմ շատերը ձեզանից կիսում են այդ տեսակետը, գլխավոր հարցը դա խաղաղության հաստատման հարցն է։ Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, անվտանգություն։ Եվ սա հասկանալով Հայաստանի ներկա իշխանությունները հայտարարել են խաղաղությունը իրենց գլխավոր կարգախոսը։ Եվ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքը Հայաստանին բերել է խաղաղություն։ Հիմա եկեք քննարկենք որն են այն փաստարկները, որով նա հիմնավորում է իր այս ասածը։ Իրականում Նիկոլ Փաշինյանը բերում է 4 փաստարկ։ Փաստարկ առաջին. 1.5 տարի չեն կրակում, ոչ ոք չի զոհվում, կարող ենք վայելել խաղաղությունը։ Երկրորդ փաստարկը. Սահմանազատման հանձնաժողովի մասին արձանագրությունը, որը հղում է կատարում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Այսինքն իբր այդ սահմանազատման մասին այդ արձանագրությունը ըստ էության լուծում է սահմանազատման հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև 91 թվականի սահմաններով։ Երրորդ նրա փաստարկն է խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Չորրորդը այն է, որ ըստ TRIP-ի, այսպես կոչված 2025 թվականի օգոստոսի 8-ի եւ 2026 թվականի հունվարի 14-ի հուշագրերի մենք մտել ենք մի գործընթացի մեջ, որը արդեն մեզ տանում է դեպի երաշխավորված խաղաղություն։ Հինգերորդ փաստարկը դա այն է, որ արդեն բենզին եւ ցորեն է մատակարարվում Ադրբեջանի տարածքով։ Այս ամենը Փաշինյանը ներկայացնում է որպես ապացույց, որ մենք այլևս գտնվում ենք խաղաղության մեջ եւ որ հայ ժողովուրդը պետք է քվեարկի իր օգտին, որ եթե ուզում է այդ խաղաղությունը ունենալ։ Ես ուզում եմ մեկ առ մեկ անդրադառնալ այդ բոլոր փաստարկներին։ Ես կարծում եմ դա շատ կարևոր է, որովհետև ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի խաբում է
ասելով ժողովրդին, որ նա հաստատել է խաղաղություն։ Ուրեմն առաջի փաստարկին անդրադառնամ, որ 1.5 տարիա չեն կրակում, ոչ ոք չի զոհվում եւ այլն։ Նախ 1.5 տարի չկրակելը երբեք չի կարող համարվել խաղաղության ապացույց։ Ավելին, իր 8 տարվա կառավարման ամբողջ ընթացքում, ասենք 6 տարվա ընթացքում մենք իրականում ունեցել ենք 10 բախում Ադրբեջանի հետ, ունեցել ենք 3 խոշորածավալ զինյալ հակամարտություն, կարելի ասել անգամ 3 պատերազմ, որի արդյունքները եւ հետևանքները բոլորը գիտեք ինչքան աղետալի են եղել մեզ համար։ Մենք կորցրել ենք Արցախը, ոչնչացվել են մեր, չգիտեմ, գյուղերը, մեր դպրոցները, եկեղեցիները եւ այլն, մենք կորցրել ենք նաեւ ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, մենք կորցրել ենք 5000 մարդկային կյանք, կորցրել ենք արժանապատվություն։ Փաշինյանը որպես այս երկրորդ բանն է, որ ինքը ասում է չեն կրակում։ Ես ուզում եմ բացատրեմ, ինչի չեն կրակում։ Փաշինյանը իրականում որպես Հայաստանի ապաշնոր ու տգետ ղեկավար, իսկ հիմա արդեն նաև որպես Ալիևի հլու հնազանդ կուսակալ, խամաճիկ կուսակալ, ուղղակի նվեր է Ալիևի համար։ Եվ բնականաբար Ալիևը ընտրություններից առաջ ամեն ինչ անում է, որ այս նվերը վերընտրվի։ Թեկուզ միայն նրա համար, որ շարունակվի Հայաստանի դիմադրողականության անկման այս գործընթացը։ Սա ուրեմն ընդամենը նախընտրական զինադադար է, որի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց պահանջում են Հայաստանից ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Դուք բոլորը լուրերը գիտեք, լսում եք։ Եվ սա ինչ է, եթե ոչ ակնհայտ միջամտություն մեր ներքին գործերին, սա ինչ է, եթե ոչ ըստ էության այնպիսի սպառնալիք, որով իրենք ասում են, որ դուք չեք կարող այլևս ընտրել ձեր ղեկավարներին, դուք չեք կարող այլևս որոշումներ ընդունել, թե դուք ինչպես եք կառավարելու ձեր երկիրը։ Դա անելու ենք մենք, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ մենք արդեն կարող ենք վայելել խաղաղությունը, ապա դուք տեսեք, որ Փաշինյանը ինքը արդեն սկսել է չարագուշակել նրա մասին, որ սեպտեմբերին մեզ սպասում է աղետալի պատերազմ։ Եթե ինքը հանկարծակի չհավաքի կամ չստանա սահմանադրական մեծամասնություն պարլամենտում։ Հիմա անցնեմ երկրորդ փաստարկին, այդ սահմանազատման հանձնաժողովի մասին այդ երկուստեք վավերացված արձանագրությունը։ Ուրեմն նախ մենք բոլորս տեսանք, որ սահմանազատում եղավ մենակ Տավուշում, ընդ որում մենք վերադարձրեցինք մեր վերահսկողության տակ գտնվող 3 գյուղը, ըստ էության մենք վերադարձրեցինք ռազմական նշանակություն ունեցող, այսինքն ստրատեգիական բարձունքներ, թույլատրեցինք մեր պաշտպանունակությունը եւ դրա վրա սահմանազատման գործընթացը կանգնել է, որովհետեւ մյուս տեղերում Ադրբեջանի համար շահավետ չի սահմանազատում անելը, այլևս։ Այսինքն ոչ մի առաջընթաց այսքան ժամանակ այդ սահմանազատման գործում էլ չկա։ Սա էլ է մի մեծ բլեֆ։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ Ադրբեջանը, դուք բոլորը գիտեք, արդեն միակողմանի պահանջներ է հնչեցնում անկլավների վերադարձի մասին։ Իրանք ուզում են, չգիտեմ, Տիգրանաշենը, մնացած անկլավները, բայց չեն խոսում Արտվաշենի վերադարձի մասին։ Երրորդ փաստարկը խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Նախ արդեն այն հանգամանքը, որ մենք ընդամենը այդքան զիջումների գնալով, ըստ էության բավարարելով Ադրբեջանի բոլոր պահանջները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ունենք ընդամենը նախաստորագրում, սա նշանակում է արդեն, որ խաղաղությունը չի ստորագրված չի։
Իսկ երբ որ ասում են, որ մենք արդեն ունենք խաղաղություն, դա մեծ բլեֆ է, խաղաղությունը ստորագրված չի։ Ադրբեջանը բաց է պահում պատերազմի դուռը իր համար։ Եվ չորրորդը TRIP-ի վերաբերյալ այս փաստարկները։ Սկսենք նրանից, որ դրանք ընդամենը հուշագրեր են եւ իրավական ոչ մի ուժ չունեն, քանի որ այդ բոլոր հուշագրերում գրված է շատ հստակ, որ այդ հուշագրերը ստորագրող երկրները չունեն որևէ պարտավորություն վերցրած իրենց վրա սրանով։ ՔՊ-ի այն պնդումները, դուք բոլորը դրան ականատես եք եղել, որ Ռուսաստանը եւ Իրանը չեն առարկում այդ բանի դեմ, այդ կարգավորումների դեմ, լրիվ ցույց դուրս եկան։ Հիմա տեսնում եք ինչ տեղի ունեցավ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական այդ պատերազմի հետևանքներով, Իրանը հաստատեց իր ազդեցությունը եւ TRIP-ի իրականացումը ես կարծում եմ այլևս եթե դա դարել է բավականին դժվար գործ, եթե ոչ լիովին անհնար։ Հետևաբար այդ բոլոր պնդումները, որ TRIP-ը մեզ բերել է ինչ որ կայունություն եւ խաղաղություն, դրանք բոլորը նույնպես սուտ են։ Մենք ասում ենք, որ չի կարելի անտեսել գերտերությունների շահերը ռեգիոնում։ Մենք դրա մասին միշտ ասել ենք։ Մեզ ասում են, չէ, խնդիր չկա եւ այլն եւ այլն։ Բայց հիմա պարզվում է, որ այդ այնտեղ մենք նստած ենք մի աշխարհակահական ռումբի վրա, որովհետեւ եթե կան գերտերություններ, ում շահերը հաշվարկված չեն, դա նշանակում է, որ այդ խաղաղությունը չի կրում կայուն բնույթ եւ ամեն րոպե կարող է պայթի։ Բենզինի եւ ցորենի մատակարարումները Ադրբեջանի տարածքով։ Լսեք, հենց այն հանգամանքը, որ այդ մատակարարումները բարի ժեստ են այսպես կոչված Ալիևի կողմից, նշանակում է, որ ոչ մի ինստիտուցիոնալ շրջապակում չկա, ամեն ինչ կախված է Ադրբեջանի կամքից, ընդամենը, այսինքն բլոկադայի վերացում չկա։ Եվ հիմա էլ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են իրագործել բլոկադա շրջապակում Հայաստանի դեմ, ինչը բոլորս գիտենք իրականում պատերազմական գործողություն է, բլոկադան պատերազմական գործողություն է։ Էլ չեմ խոսում մեր ռազմագերիների մասին եւ Արցախի ղեկավարության մասին, որ այսօր պահվում է Բաքվի բանտերում եւ խոստանգվում է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանում շարունակվում է հայատյաց համակարգային պետական քարոզչությունը, որը վկայում է, որ Ադրբեջանը բացարձակապես դեռ իր համար չի որոշել գնալ խաղաղության Հայաստանի հետ։ Հիմա հարց է ծագում, ընդհանրապես մենք Նիկոլ Փաշինյանին հավատալու որևէ հիմք ունենք, թե չէ։ Ես հիմա ավելի կոշտ կասեմ։ Մենք իդեմս Նիկոլ Փաշինյանի ունենք գործ մի հրեշավոր խաբեբայի հետ, որի հենց խաբեբայությունը, հենց սեփական ժողովրդին մշտապես խաբելու այդ քաղաքականությունը բերել է աղետալի հետևանքների։ Իրականությունը հետևյալն է։ Փաշինյանը խաբում է եւ այն մասին, որ հաստատված է խաղաղություն, եւ այն մասին, որ իր չընտրվելու կամ համանրական մեծամասնություն չստանալու դեպքում լինելու է աղետալի պատերազմ։ Երկու հարցում էլ նա մեզ խաբում է։ Մենք վերջապես, ես հիմա դիմում եմ մեր ժողովրդին, մեր հանրությանը, մենք վերջապես, մեր ամբողջ ժողովուրդը պետք է ամենայն պարզությամբ գիտակցի, որ մենք գործ ունենք մի հրեշավոր խաբեբայի հետ, որը պատրաստ է ցանկացած ստորության ու մանիպուլյացիայի հանրությանը մոլորեցնելու եւ ապատեղեկացնելու սեփական իշխանությունը պահելու նպատակով։ Նա խաբում էր TRIP-ի մասին հերքելով, հիշում եք, 99 տարով ամերիկյան կառավարության փայատիրությամբ ընկերությանը գերակշիռ փայատիրությամբ հանձնելու տեղեկությունները, որ մենք ասում էինք, հերքում էին,
հետո դա հաստատվեց 2026 թվականի հունվարի 14-ի հուշագրով։ Խաբում էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Մեղրիի ճանապարհի տրամադրելու պարտավորությունների չկատարման մասին, ինչի հետևանքն եղավ Արցախի կորուստը, ու արդեն փակված պատմություն է։ Խաբում էր 2021 թվականին, երբ որ հիշում եք ընտրությունների ժամանակ հայտարարել էր, որ մենք այլևս ապրում ենք խաղաղության դարաշրջանում։ Այս մոռանում ենք, ինքը մեզ արդեն մի անգամ բերել է խաղաղության դարաշրջան։ Այս ինչ է, խաղաղության դարաշրջան համար 2-ն է։ Ու մենք դրա պիտի հավատանք։ Իսկ 21 թվի նաև պիտի հավատայինք նրան, որ ՔՊ-ի ծրագրում նախընտրական գրված էր, որ Արցախի հարցը պետք է լուծվի անջատում հանուն փրկության սկզբունքի հիման վրա։ Դրան էլ հավատաց չէ ժողովուրդը։ Ընդամենը 2 տարի հետո այդ կարգախոսով ընտրվելուց հետո Արցախը ոչնչացվեց։ Խաբում էր, երբ ներկայացնում էր խաղաղ կարգավորումից հրաժարվելու պատճառները։ Հələ հիշեք, սկզբից ասում էր դե չենք կարա գնանք կարգավորման, որովհետև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծումները մեզ չեն բավարարում։ Հետո փոխվեց նարատիվը, այսպես կոչված, իրենց սիրելի բառն է։ Բա հողերը տայինք, որ ասային դավաճանենք։ Հիմա մի նոր բանի են անցել խաբեության, ասում են չգնացին կարգավորման, որ պաշտպանենք մեր անկախությունը եւ հաշտություն հաստատենք Ադրբեջանի հետ, երկխոսություն Թուրքիայի հետ։ Այս բառերը ես չեմ հնարել։ Այս բառերը ինքը ասել է անցյալ տարի օգոստոսի 23-ին անկախության հռչակագրի վերաբերյալ իր ելույթի մեջ, գրավոր ելույթի մեջ։ Եվ վերջապես ամենակարևորը, որը նա փորձում է թաքցնել ամեն գնով, դա 2019 թվականի պլանի մերժումն է, եւ ոչ միայն մերժումը, այլ նաեւ թաքցրումը, նա թաքցրել է այդ պլանը սեփական ժողովրդից։ 2019-20 թվականներին Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ոչ մի պլան չկա սեղանի վրա։ Իրականությունն հետևյալն է, այդ պլանի մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը եւ Զորաբ Մնացականյանը, եւ նրանք թաքցրել են այդ պլանը սեփական ժողովրդից։ Ինչ էր այդ պլանը։ Հոյակապ մի լուծում։ Մինսկի խմբի համանախագահներ, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիայի, Ռուսաստանի երաշխավորությամբ մի խաղաղություն, որի համար մենք ընդամենը պետք է վերադարձնեինք 5 շրջան, պահպանելով հայկական վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի նկատմամբ, դրան էլ գումարած ամբողջ Քելբաջարի եւ Լաչինի շրջանների նկատմամբ։ Սրանից լավ պլան էին ուզում, խաղաղություն էինք հաստատում։ Եվ ձեզ ասեմ, միակ քաղաքական ուժը, որ կարող է այս պրետենզիան ներկայացնի Նիկոլ Փաշինյանին, դա Հայ ազգային կոնգրեսն է, որտեղ մնացած բոլոր ուժերը նույնպես մերժել են այդ պլանը։ Իսկ մենք ասում ենք, որ սա լուծում է։ Իսկ ինչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ասում եմ թաքցրեց այդ պլանը։ Դա իր ամենամեծ ոճրագործությունն է, թե ուզում եք իմանալ։ Պատմության առաջ կատարված իր ամենամեծ հանցագործությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Ինքը մերժեց դա, հասկանալով թե չհասկանալով, դա կարևորել չի արդեն, կամ մի օր կպարզի քննությունը, բայց ինքը մերժեց դա, որի հետևանքը շատ պարզ էր։ Միջև իր մերժումը եւ Ռուսաստանը, եւ Միացյալ Նահանգները, եւ Ֆրանսիան, որոնք միջնորդներն էին եւ ինչ որ իմաստով երաշխավորներն էին զինադադարի, այլևս այդ ֆունկցիան չէին կարող կատարել, որտեվ Փաշինյանը մերժեց այն մեխանիզմը, որով զինադադարը պահվում էր։ Հիմա պարզվում է, որ ինքը դա արել է գիտակցաբար։ Հիմա արդեն տենց են ասում, ամբողջ ռոպագանդան ասում է մենք գիտակցաբար ենք արել։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է մի բան։ Նիկոլ Փաշինյանը այսօր խոստովանում է, որ ինքը զոհաբերել է Արցախը հանուն իբր ինքնիշխանության եւ անկախության։ Բայց մենք հո գիտենք, որ
Արցախը զոհաբերված է, բայց ոչ ինքնիշխանություն ենք ձեռք բերել, ոչ էլ ինչ որ անկախություն։ Անկախությունը, եթե ինքը չգիտի, մենք ձեռք ենք բերել 91 թվականին։ Իսկ ինքնիշխանությունը երբեք այսպես խարխլված չի եղել, քան Նիկոլ Փաշինյանի օրոք։ Նիկոլ Փաշինյանը մի անգամ է մենակ ճիշտ բան ասել, հեսա ցիտեմ, ինձ հետ կհամաձայնվեք։ Սա ցիտատ է, մեջ բերում է Նիկոլ Փաշինյանից։ Հանձնելով խոսքը այդ հողերի մասին է, այդ 5 շրջանի մասին։ Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա։ Սա հազվագյուտ պահերից է, երբ որ ինքը ասենց ինքնախոստովանության մի նոպայով մեզ ներկայացրել է Պիսխասյաթունի միշտ ճիշտ է դուրս գալիս։ Միգուցե, այո։ Հադե մեկ ստացվում է իր մոտ ճշմարտություն ասելը։ Բայց այդ նոպաներից հետո նորից շարունակում է ստելը։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է։ Նիկոլը մեզ տարել է եւ շարունակում է տանել ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, պարտության եւ նվաստության ճանապարհով։ Նիկոլը եւ նրա ամբողջ թիմը, շարունակում եմ ճշմարտությունների շարքը, թաղված է կոռուպցիայի մեջ եւ մենք շատ շուտով կներկայացնենք այդ փաստերը։ Համակարգային կոռուպցիայի փաստեր։ Նիկոլը ձգտում է Հայաստանում հաստատել անձնիշխանություն։ Նա ոչնչացնում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Նա կազմաքանդում է հայ առաքելական եկեղեցին։ Նա ամենուրեք սերմանում է պառակտում, անօրենություն բաժանում։ Սա է Նիկոլ Փաշինյանի կառավարման ժառանգությունը։ Հիմա էլ լսեցիք հա այս վերջին դրվագը։ Ասում է այդ շունշանգյալի պատմությունը։ Ասում է բանա, այդ ով որ քվեարկի ինչ որ մի քանի տենց ուժի անունա տալիս, ասում է ես չեմ հավատում, որ այդքան շունշանգյալ կա, որ այդ մարդկանց օգտին կարան քվեարկեն։ Գիտեք, եթե ինքը այդ արտահայտությունը օգտագործեր քաղաքական օպոնենտների նկատմամբ, ես դա կհամարեի ներելի։ Բայց երբ որ ինքը այդ արտահայտությունը օգտագործում է սեփական ժողովրդի բնորոշելու համար, ուստեղ կարևոր չի ինչ հատված է ժողովրդի, մեծ հատված է կամ փոքր հատված է, որ այդպես են մտածում։ Եթե ինքը ժողովրդի նկատմամբ օգտագործում է շունշանգյալ այդ արտահայտությունը, դա բնորոշում է Նիկոլ Փաշինյանի ամբողջ բնութագիրը եւ պատկերը։ Տո շունշանգյալը դու ես։ Այս ինձ իրավունք եմ հիմա վերապահում իրեն ասել սա։ Շունշանգյալը դու ես, որը ու այդ շունշանգյալը քո ամբողջ թիմն է եւ մեղք է այս ժողովուրդը, որ ձեռն անգել այդ արկածախնդիր տգետ ապաշնոր շունշանգյալի ձեռը։ Այս մեզ համար աններելի եւ անընդունելի վերաբերմունք է, որովհետեւ հայ ժողովրդին այսպես վերաբերվել չի կարելի։ Հայ ժողովրդին պետք է սիրել, գուրգուրել եւ մենք կոնկրետ խոստանում ենք ձեզ հետեւյալը։ Սա արդեն համարեք իմ ելույթի վերջը, ես ուղղակի ուզում եմ ասել, թե մենք ինչ ճակամարտի ենք գնում ու ինչի ենք գնում այդ ճակատամարտի։ Որովհետև Հայաստանին պետք է նոր առաջնորդող ուժ, որը հենվելով իրատեսության եւ ռազմավարական հաշվարկի վրա կապահովի Հայաստանի անվտանգությունը, որը մշտապես եղել է ինքնիշխան խաղաղության կողմնակիցը եւ միակը, որը գիտի, թե ինչպես է պետք հավասարակշռել հարաբերությունները գերտերությունների հետ եւ ամենակարևորը պաշտպանել մեր անկախությունը։
որը կարող է Հայաստանի զարգացման ուղղված մեծ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել, ինչպիսին է մեր ծրագրի մեխը Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցումը եւ հյուսիս-հարավ ավտոճանապարհի վերջնական ավարտը, որը ցանկանում է Հայաստանում պաշտպանել ժողովրդավարությունը եւ ստեղծել այնպիսի տնտեսություն, որը կծառայի բոլորին, դա կոչվում է ներառական տնտեսություն, որն ի վիճակի է իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն եւ Հայաստանը դարձնել գիտատեխնիկական առաջընթացի առաջատար, որը կապահովի հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, սեփական ժողովրդի նկատմամբ, կվերականգնի հանրային համերաշխությունը, կապահովի օրենքի եւ սահմանադրության գերակայությունը, կպաշտպանի հայ առաքելական սուրբ եկեղեցու իրավունքներն ու դերակատարությունը, որը կպաշտպանի Հայաստանի անկախությունն ու նրա հիմքերը, ես նկատի ունեմ նաև անկախության հռչակագիրը եւ մեր պատմական մշակութային ինքնությունը։ Ես ձեզ շատ շնորհակալ եմ, որ դուք համբերություն ունեցաք լսելու իմ ելույթը, բոլորիս մաղթում եմ ընթացք դեպի հաղթանակ։ Շնորհակալություն։ Եվ ի գործ։ Ոնց որ թե հաղթելու եք։